Ցավոք սրտի մեր մոտ խեղված է այս պատկերացումները եւ գործող իշխանություններն ամեն ինչ անում են, որովհետեւ այդ քաղաքական մշակույթը հնարավորինս չզարգանա, որովհետեւ այս վիճակում մենք իհարկե հայտնվել ենք պոպուլիստների զենքն է, որ ոչ մի կառույց, ոչ մի բան չլինի։ Այո, մենք քաղաքական վակուումի մեջ ենք այս առումով գտնվում։ Այո, ընդդիմությունը անում է որոշ քայլեր իր հնարավորությունների ներքո եւ այլն, բայց սա բավարար չէ։ Անհրաժեշտ է ձևավորել մի այնպիսի քաղաքական միավոր այսօր Հայաստանում, դա կլինի, չգիտեմ, գուցե ընդդիմադիր ուժերի կոնսոլիդացման ճանապարհով, քաղաքական ինստիտուտներ, հանրային ինստիտուտների կոնսոլիդացման ճանապարհով, որը կգույքագրի մեր ռեսուրսը, դուք ասեցիք մենք շատ մեծ հնարավորություններ ունենք, բայց մենք քանակական պատկերացում չունենք այդ ռեսուրսների մասին։ Սա է ամենամեծ խնդիրը։ Մենք չգիտենք Հայաստանը ինչ ունի ի վերջո եւ Հայաստանը եւ հայ ժողովուրդը առհասարակ։ Մենք այո, խոսում ենք Սփյուռքի հետ կապերի մասին։ Մեր համար մեկ դոկտրինալ նպատակը պետք է լինի ոչ թե պարզապես Սփյուռքի հետ կամուրջների կառուցումը, այլ Սփյուռքի հիման վրա հսկայական գլոբալ համահայկական լոբիստական ցանցի ձևավորումը։ Հասկանում եք, որ Միացյալ Նահանգներից մինչև Ճապոնիա կսպասարկի մեր շահերը։